Այդ մեկնաբանությունը կարող է տալ օրինակ պետաիրավական հարցերի համապատասխան հանձնաժողովը եւ ես պարոն Քոչարյանին ասել եմ, որ պետք է ինչ-որ լուծում գտնվի եւ իրավական առումով ինչ խնդիրներ գոյություն ունեն։ Այն մամուլում տեղ գտած տեղեկությունները, որ ինչ-որ միտում կա դա չհրապարակելու, սա ոչ թե հրապարակելու չհրապարակելու մասին, այլ հրապարակելու ձևի մասին է։ Այնուամենայնիվ Ոզեկուցը հրապարակվելու է, չի կարա չհրապարակվի, այլ հարցա, թե դա կարվի ինչ ֆորմատով, որովհետև եթե նույնիսկ դա մտներ լիագումար նիստ, եթե մտներ, որ կրկնում եմ, չէր կարող եւ չի կարող բոլոր իրավաբանական ձևակերպումները դրա մասին են խոսում, չի կարող մտնել, միևնույն է դա լինելու փակ ֆորմատով եւ Ես չեմ բացառում, որ կարող են լսումներ լինել փակ ֆորմատով, որ կարող են ընդդիմադիր падգամավորներ, մեր падգամավորներ օրինակ գնալ գաղտնի բաժին ծանոթանալ, ես չեմ բացառում, որովհետև ինքներդ հասկացեք, հնարավոր չի զեկույց, որտեղ պայմանական կան մեր զորամասերի, մեր զինված ուժերի մասին տեղեկություններ լինեն ուղիղ եթերում, ուստի sense tenens կրկնում եմ sense tenens դա հրապարակվել է, դա չի կարող չհրապարակվել։ Հրապարակային կներկայացվի։ Դա այո, հիմա քննարկում ենք իրավական ձևակերպում տալ։ Իսկ պարոն Քոչարյանի ասածը Քոչարյանը չէր այդպիսի ակնարկանում, այսինքն ըստ էության ասաց, որ էլի չհրապարակվի, ասաց, որ մենք կհանդիպենք այս տաղավարում եւ կշարունակենք խոսակցությունը իրավական ճգնաժամից էր։ Գիտեք ինչ, վերցրեք կանոնակարգ օրենքը, վերցրեք, դուք բոլորը տառա ճանաչեք, վերցրեք, գրաված է, հանձնաժողով ստեղծելու մասը, շատ հեշտ է գտնել, եւ կարդացեք, բարձր կարդացեք, թող այդքան հետաքննող լրագրողներ կան, չէ, կա, չգիտեմ, հետքը կա սիվիլնետը, կա տարբեր դուք էլ նայեք։ Ազգային ժողովի նախագահային հանձնելուց հետո նախ ինքը իրավական առումով ինքը նույնիսկ չի հանձնել, իրավական առումով չի հանձնել։ Բան կա, խնդիր կա, այնտեղ իրան հարցրեք, թող ինքը բացատրի։ Լսեք, իր կողմից խնդիր չկա, սա մեկնաբանության խնդիր է։ Կրկնում եմ, այն դեպքերում, երբ որ մեկնաբանության խնդիր կա, ինչ պետք է անեմ ես, դուք, որևիցե մեկ այլ քաղաքացի, դիմում ենք համապատասխան մարմիններին, որոնք այդ ձևակերպումը մեկնաբանում են, այսինքն արդյոք այս նախադասությունը պետք է սենց մեկնաբանել, թե սենց չպետք է մեկնաբանել, այդ գործողությունները բոլորը իմ կողմից արված են, բոլոր պատասխանները ես ունեմ պատասխան ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի կողմից, ես ունեմ պատասխան ազգային ժողովի իրավաբանական վարչությունից եւ ես ունեմ իմ իրավաբանական կրթությունը եւ ես ունեմ նաեւ պարոն Սողոմոնյանի մեր քարտուղարության ղեկավարի մեկնաբանությունը, որոնք բոլորը իդենտիկ են։ Հիմա ինչի հետ կապված իդենտիկ կոնկրետ։ Որ լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա։ Ես չեմ անելու որևիցե բան։ Կարգավորվում դա որևէ կերպ ձեր հայտնի։ Կարգավորվում է, տեսեք, ասում եմ բացեք, կարդացեք, գրած է ժամկետները կոնկրետ ֆիքսած է։ Գրած է այն ժամկետներն է, որտեղ որ այդ հանձնաժողովը իր գործունեությունը իրականացնում է եւ ավարտում է։ Հասկանում եք։ 3 անգամ կարող է երկարացվել, հետո հանձնվում 4, 5, 6 հարցը դա չի։ Ասում եմ գրած է հայերեն լեզվով։ Հայերեն գիտի մեկնաբանության խնդիրը։ Ինքը այլ կերպ է փորձում եղալ։ Ես Արարատ Միրզոյանի այն ժամանակվա բանին ծանոթ չեմ եւ ես նախադեպային իրավունքով գործող հիմնարկ չեմ։ Կրկնում եմ, գոյություն ունի կանոնակարգ օրենք, որի մեկնաբանության հարցը այն դեպքերում, երբ որ մեկնաբանության խնդիր կա, իրականացնում է պետաիրավական հանձնաժողովը։ Նորից եմ կրկնում, նաեւ ունեմ ազգային ժողովի իրավաբանական վարչության տեղեկանքը, նաեւ ունեմ մեր քարտուղարության պարոն Սողոմոնյանի մեկնաբանությունը եւ այդ 3-ի մեկնաբանությունը իդենտիկ են եւ պարոն Քոչարյանը կարող է ամեն ձև մեկնաբանել իր ցանկությունով, իր պատկերացումով, դա իր իրավունքն է, բայց ես նախադեպային իրավունքով չեմ առաջնորդվելու։ Ես ճիշտ հասկացա, ձեր եւ պարոն Քոչարյանի։ Ռոզան ջան, դուք բաց թողեցիք, ես դրա մասին արդեն խոսել էի, սա միանշանակ դա ներկայացվելու է։ Այն դեպքում նույնիսկ երբ որ դա ներկայացվեր, եթե նույնիսկ ներկայացվեր լիագումար նիստերի ընթացքում դա փակ
տրամաբանության մեջ է լինելու, որովհետև լարվածություն կա։ Հայլակ, եթե դուք ինձ հարց եք տալիս, ուրիշ կարծիք ունեք, ես ուրիշ կարծիք ունեմ, իմ ու ձեր մեջ լարվածություն կա, կարծում եմ, որ ոչ չկա լարվածություն։ Սա իրավաբանական ձևակերպման երկու տարբեր մեկնաբանություններն են։ Հիմա ես հիմք ընդունելով նաև այդ բոլոր 3 մարմինների տեղեկանքը, որոնք կրկնում եմ իդենտիկ են, ես որոշում նախ եւ առաջ ասում եմ, հələ իրավական առումով պարոն Քոչարյանը իրավական առումով, այն որ ասում էր մի ամիս անցնում, ամսի 3-ին եմ ուղարկել, չի ուղարկել։ Գնացեք իրան ասեք, որ համարն այդ գործի որ ուղարկել է։ Ինչ պետք է անել, որ Ինքը գիտի ձևը, ինքը գիտի ձևը։ Ոչ միայն սա ձերբույթը ներկայացնել որպես իրավական եւ հանգամանքներ ուսումնասիրելու համար է, այլ նաեւ սա քաղաքական որոշակի բանկ է ամեն ինչի մեջ։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ չի ընդհանրապես չի քննվում։ Իսկ ոչինչ որ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցանկությամբ է, որ ընդհանրապես դա իրականություն է դառել։ Ոչինչ որ ոչինչ հիմա տեղեկանում է, հիմա դուք ինձ օգնում եք տեղեկանա, հիմա դուք ինձ օգնում եք տեղեկանա, այդ հանձնաժողովը ստեղծվել է մեր նախաձեռնությամբ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը 10 ժամից ավել զեկուցել է մեզ դա պետք է, որովհետև մենք ենք ինչ որ բաների մեջ մեղադրվում, ինչ որ իրավիճակների պարագայում եւ դա մենք արել ենք նաեւ այդ մեղադրանքները ջրի երես հանելու եմ եւ դա հրապարակվելու է, կրկնում եմ, մեխանիկական իմաստը դա կլինի լիագումար նիստի մեջ, թե կլինի օրինակ, կրկնում եմ, օրինակ լսումների ֆորմատում, թե օրինակ ընդդիմադիր падգամավորները որպես գաղտնի մաստ իրապետող քաղաքացիներ կգնան առաջի բաժին կծանոթանան, sense թե նենց, դա հրապարակվելու է։ Հիմա խնդիրը վեճը խոսակցությունը գնում է ես ասում իրավական հիմք ես այս պահին չեմ տեսնում եւ դրա համար ունեմ ոչ միայն իմ կարծիքը, իմ գիտելիքները, իմ որոշումը, այլ համապատասխան 3 հիմնարկի, չգիտեմ, մնում է, չգիտեմ, Հռոմի պապից մի հատ էլ թուղթ վերցնեմ, որ գրի որ այո, դա հարգելիները, որ ժամկետները, որոնք որ նախատեսված են կանոնակարգ օրենքով, հարգելիներս, գնացեք, այսքան բանա, բացեք, կարդացեք, գրված է, որ ժամկետները ավարտվել են, գիտեք ինչ, 2.5 տարուց ավել է անցել, այդ ժամկետը, այդ հանձնաժողովի չի տրվում մի բանի, հարցը խախտելը չէ, հարցը այն է, որ իրոք գործը այնքան ծավալուն է եղել, որ դա երկար ժամկետ է իրանից վերցրել եւ պարոն Քոչարյանին ես ոչ մի բանի մեջ այս առումով չեմ մեղադրում։ Հարցնում եմ, մեղադրանքի համար խախտվել է իր կողմից ինչ-որ ժամկետ։ Դե ժամկետ, ասում եմ, Շողիկ ջան, կլինի բացեք հայերեն լեզվով 3 նախադասություն։ Խախտվել է։ Դե բա ինձ չի չեք ուզում որ խախտվել է։ Այսինքն լացեք, որովհետև ինքը այս ընթացքում բնդում է, որ ինքը ոչ մի խախտում չի արել։ Ինքը սխալ է մեկնաբանում կանոնակարգ օրենքը, ես իրեն հարգելով կանոնակարգ օրենքի այդ մեկնաբանության հետ կապված հարցում եմ արել եւ արդեն պատմեցի ձեզ, որ 3 իդենտիկ պատասխան եմ ստացել։ Ինչ ձևաչափով է Ինչա՞ չի գնալու, ավելի կոկ երեխեք, բայց չի գալի րոպե մեկ գալ ու նույն հարցը տալ, ոչ չի գնալու արխի։ ձևաչափով է որոշվելու թե ինչ ֆորմատով ներկայացնել։ Որոշվելու է անել մաքսիմալը, որը որ հնարավոր է հանրային դարձնելու համար։ Կրկնում եմ, մասեր կան, ասենք չի կարելի հրապարակել, օրինակ չի կարելի այնց անել։ Ում դաշտում է դա ազգային ավտոմատության ծառայությունը։ Չէ, մեր դաշտում է։ Ես ասեցի, ես պատկերացնում եմ, որ լավ, օքեյ, խնդիր կա, իրավական ձևակերպման խնդիր կա եւ ես օրենքի բերումով չեմ կարող բերել, հա, նիստերի դահլիճ որպես լիագումար նիստի, բայց մենք կարող ենք օրինակ լսումներ կազմակերպել, անունը չդնենք նույն բանը լինի, ուղղակի ուրիշ վերնագրով լինի, ի՞նչն է տարբերությունը։ Այս բան որոշում չկա ձևաչափի եւ հրապարակման ժամկետների վերաբերյալ։ Ես մշտապես իմ բոլոր գործընկերներին, անկախ նրանից, իրանք ինձ ինչ-որ բանի մեջ կմեղադրեն, իրանք իմ հետ անհամաձայնություն կունենան, ես իրանց դուք այս իմ պատմության ընթացքում քաղաքական չեք գտնի մի դեպք եւ երբ որ ես իմ գործող գործընկերոջը քննադատում եմ, ես կամ խուսափում եմ կամ չեմ պատասխանում։ Այս պարագայում պարոն Քոչարյանի հետ ես նույնպես որևիցե վեճ չեմ տեսնում։ Ես տեսնում եմ մեկնաբանության խնդիր։ Պարոն Քոչարյանը իր գիտելիքների սահմաններում այդ ձևա մեկնաբանում։ Ես ասում եմ, որ կներեք,
Եթե ինքը պետք է մեկնաբանի, ինքը պետք է որոշում կայացնի, թող գնա որոշում կայացնի։ Ես եմ որոշում կայացնողը։ Իմ համար որոշման հիմք է հանդիսանում օրենքը եւ դրա տակ դրած փաստաթղթերը։ Պարոն Սիմոնյան, կբերեք եւ ինչ ձևաչափում։ Նախ եւ առաջ իրավական առումով պարոն Քոչարյանը իրավական առումով հələ թող հանձնի։ Իրավական առումով գործառույթ կա, որը որ նորից տեղեկացրեցին, որ ինքը կատարել։